Բարի, խաղաղ, օրհնված առավոտ եմ մաղթում բոլորիդ, բարի լույս իմ թանկագին հետևորդներ ջան, այսօր օրս շատ զբաղված է լինելու հագեցած գործերով, սիրելի հետևորդներ ջան, լվանում եմ տարաներ, 3 լիտրանոց և 1 լիտրանոց, այսօր համ ծիծակի թթուն եմ պատրաստելու, որովհետև արդեն եկել է ժամանակը, լցնելու եմ տարաների մեջ, հիմա տարաները լվանում եմ, դնեմ ջեռոցը, ստերիլիզացնեմ, նոր անցնեմ հաջորդ գործողություններին, այսօր նաև պատրաստելու եմ համեղ լոլիկի մարինադ հետաքրքիր բաղադրատոմսով, իսկ հիմա ուզում եմ իմ շնորհակալական խոսքը ասել բոլորիդ, նոր անցնել մնացած գործերին, շնորհակալ եմ բոլորիցդ, յուրաքանչյուրիդ առանձին, բարի մաղթանքների, ջերմ խոսքերի համար, այն ամենը, ինչ մաղթում եք ինձ, Աստված հազարապատիկը վերադարձնի ձեզ, գրկում եմ բոլորիդ, Աստծով օրհնված օր եմ մաղթում բոլորիդ, իմ շատ սիրելի, թանկագին հետևորդներ ջան, իսկ հիմա լվանում եմ 3 լիտրանոց բանկաները, սիրելիներս, քանի որ հողամասում ունենք լոլիկ, կանաչիների տեսականի թթվի համար, որոշեցի պատրաստել 3 հատ 3 լիտրանոց այդ հետաքրքիր լոլիկի բաղադրատոմսով թթու, շատ արդեն պատրաստել ենք թթուներ, սիրելիներս, թե վարունգի, թե լոլիկի, իսկ այսօր հետևեք մինչև վերջ կտեսնեք, սիրելիներս, թե ինչպես եմ պատրաստում, պատրաստելու եմ իմ տարբերակով, էլը հետաքրքիր ունեմ տարբերակ, դա էլ հաջորդ հոլովակում ցույց կտամ, 3 լիտրանոց տարաները լվանամ, լիտրանոցներն էլ լվանամ, դնեմ ջեռոցը, սիրելիներս, կհանդիպենք, որպեսզի ձեր թանկ ժամանակը շատ չխլեմ ձեզանից, ես կլվանամ, կադրից դուրս ցույց կտամ, թե ոնց եմ ջեռոցի մեջ դնում և ստերիլիզացնում, մնացեք ինձ հետ և կտեսնեք, հիմա կասեք տիկին Մարինե, արդեն բանկաների հոգին հանեցիր, այո, պետք է եռման ջրով լավ լվացվի, չնայած որ աշունը բոլորս էլ ձմեռը բացելուց հետո լավ լվանում ենք, շարում ենք իրենց տեղում, բայց պետք է անպայման նորից եռման ջրով լվանալ, ես սոդայով չեմ լվանում, աղով չեմ լվանում, լվանում եմ սովորական ամանի հեղուկով, իսկ հիմա կադրից դուրս մնացածը լվանամ, կհանդիպենք, հետևորդներ ջան, տարաները լվացի, վերջացրեցի, հիմա դնում եմ գազօջախի մեջ, միացնում եմ գազօջախը և 150 աստիճանի տակ կստերիլիզացնեմ տարաները, այնքան կթողնեմ, մինչև որ լրիվ չորանա, նոր կհանեմ, այ հլը դեռ կոֆե չեմ խմել այսօր, հարսիս տղայիս հետ էլ չեմ խմել, սիրելի հետևորդներ, ձեզ հետ եմ խմում, ինչ է լավ արև դուրս եկավ, քամի է, տեսնում եք, վարագույրը տանում բերում է, քանի եղանակները լավ են, տաք են, դրսում անուշ է, կոֆե խմելը, ձեզ հետ միասին, ես մեր բալկոնում եմ կոֆե խմելու, պատշգամբում, հարմարավետ է, դիմացս ծաղիկներ են, ծառեր են, տեսարան է, բնություն է, հաճույքով խմում եմ, 5-10 րոպե կտրվում եմ մեր առօրյա թոհուբոլից, գործերից, հոգսերից, ձեզ հետ կիսվում եմ, նոր անցնում եմ գործից, ծաղիկներս եմ ուզում ցույց տալ, որ կոֆեն դրեց Մարինեն բերեց, ցույց տվեցի, բայց հլը տեսեք,
ինչքան գեղեցիկ են։ Քամին էս մի թեթև թեքել էր խրիզանտեմաներս քաղեցի բերեցի։ Փնջային խրիզանտեմա է, սիրելի հետևորդներ ջան։ Այս վարդերը, ախ, ափսոս չեմ կարող այս բույրը ձեզ փոխանցել։ Գեղեցկությունը փոխանցում եմ, բայց բույրը չեմ կարողանում։ Անուշ բույրով վարդեր են այս ռոզվի վարդերը։ Կարմիրն էլ անուշ բույր ունի։ Ուղղակի հետևորդներ ջան, շուտ թառամում է վարդը։ Վարդը շատ գեղեցիկ ծաղիկ է, բայց շատ շուտ է թառամում։ Ես սիրում եմ, որ ծաղիկները միշտ մնայուն մնան։ Այդպիսի բան չկա, բայց խրիզանտեմաները երկար են մնում, հարգելիներս։ Լոլիկի մարինատի համար գնացել էի բանջարանոց, բանջարեղեն բերելու, տեսա, որ թեքվել են խրիզանտեմաները, քաղեցի, դե որոշեցի մի հատ գեղեցիկ բուկետ պատրաստել, փոքրիկ, վարդեր քաղեցի, աստղա, բաց ռոզվի խրիզանտեմա և դրեցի սեղանին, համ ինձ համար է հաճելի, համ էլ ձեզ համար, սիրելիներս։ Միշտ ասում եմ, որ քանի ծաղիկներս ծաղկած են, բոլորը ձեզ եմ նվիրում։ Բոլորիդ, ամեն մեկիդ մի լավ այսպես փունջ, տարբեր տեսակի հոտավետ ծաղիկներ, վարդեր, խրիզանտեմա, այս սեզոնին ինչ կա իմ պարտեզում, նա էլ ձեզ սիրով նվիրում եմ։ Ծաղիկները մի ուրիշ գեղեցկություն են հաղորդում մեզ։ Մենք էլ իրենց պետք է խնամենք, փայփայենք, գուրգուրենք, ջրենք, որ իրենք էլ մեզ իրենց գեղեցկությունը փոխանցեն։ Շատ սիրում եմ ծաղիկներ նվիրել և նվեր ստանալ ծաղիկներ։ Ծաղիկները կյանքիս ամենաանբաժանելի մասնիկն են։ Երեխա ժամանակվանից է ծաղիկներ շատ եմ սիրել։ Մայրիկս գիտեք ինչքան մեծ տարածքով թուրքական իմ մեխակներից էր ցանում։ Հետո կամաց սերը ծաղիկների նկատմամբ ավելի խորացավ մայրիկից էլ փոխանցվեց ինձ, քույրիկիս է փոխանցվել, քույրիկս էլ է մշակում ծաղիկներ, վաճառում է և շատ սիրում է։ Հիմա սիրելիներս կոֆեն խմեմ վերջացնեմ, դուք էլ ձերը խմեք, որ տիկին Մարինեի հետ միասին գնանք տիկին Մարինեի խոհանոցը և տեսնենք այսօր ինչ համեղ մարինատ է պատրաստում տիկին Մարինեն։ Յուրահատուկ բաղադրատոմսով յուրահատուկ մարինատ։ Բաց չթողնեք սիրելիներս։ Միացեք իմ ալիքին, բաժանորդագրվեք, լայքեք և սիրով ցույց եմ տալիս, դուք էլ սիրով հետևեք, կտեսնեք։ Հետևորդներ ջան, դուք գտնվում եք տիկին Մարինեի խոհանոցում։ Եթե խոհանոցում ենք, ուրեմն համեղ մի բան պատրաստելու ենք։ Այսօր պատրաստում եմ ձեզ հետ միասին համեղ լցոնած լոլիկի մարինատ։ Սկսում եմ կանաչիները մանրացնելուց։ Ասեմ, որ նախապես կանաչիներս սխտորը, լոլիկները լվացել եմ, դրել եմ ջրքանվել է։ Տեսնում եք կանաչին լրիվ չոր է։ Հիմա սկսում եմ նեխուրից, նեխուրի գլխի չոր մասերը հեռացնում եմ և պետք է լավ մանրացնեմ։ Լցոնելու համար լոլիկները, կանաչիները պետք է շատ մանր մանրացնենք, կտրտենք։ Մանր կտրտեցի, վերջացրեցի նեխուրը։ Հիմա կկտրտեմ նաև մաղադանոսը։
Կանանչիներից վերցրել եմ մաղադանոց և նեխուր, սամիտ չեմ կտրտում, որովհետև տարաների մեջ դնելու եմ կիսաչոր սամիտ։ Մաղադանոցն էլ եմ մանր կտրատում։ Մաղադանոցն էլ մանր կտրտեցի, վերջացրեցի, լցնում եմ մանր կտրտած նեխուրի վրա, խառնում եմ իրար։ Սիրելիներս, հերթը հասավ թթվի գլխավոր բաղադրիչին, սխտորին։ Ես կտրտում եմ երկար, կարող ենք նաև ճզմել, կարող ենք քերիչով անցկացնել, բայց ես միշտ թթուների մեջ գերադասում եմ կտրտել, ասեմ, որ ինձ մոտ սիրելիներս պարսկական են խոշոր սխտորները չի, իսկական սխտոր է, հատիկները փոքր, մեծերը տեսնում եք փոքր, համեղ չեն լինում, համու հոտը ուրիշ է, ճիշտ է հեշտ է կտրտվում, մանրացվում, բայց իսկական այս մանրի համու հոտը իսկական սխտորի համու հոտն է։ Հետևորդներ ջան, կադրից դուրս ես մի քանի հատ լցոնել եմ լոլիկները, հիմա ցույց եմ տալիս, լոլիկի հետևի կողմից կտրվածք ենք անում, ոչ թե գլխի մասից, այլ հետևի կողմից, բաժանում ենք 4 հավասար մասի, այնպես ենք անում, որ իրարից չանջատվի, և կտրված մասում լցնում ենք արդեն այդ պատրաստված կանաչիով սխտորով զանգվածը, տեսեք ինչքան գեղեցիկ է ստացվում, նախօրոք խառնել եմ կանաչիները իրար սխտորով, տեսեք լցոնել եմ, սա էլ տեսեք գեղեցիկ ընտիր ստացվում է, նորից կտրվածք, բացում եմ, լցնում եմ այս կանաչիներով սխտորով զանգվածը, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ անուշ հոտով է ստացվում, այսպիսի ռոզվի լոլիկներով պատրաստված թթուն, նորից նույնը կրկնում եմ և այդպես բոլորը, կտրվածք լցոնում եմ, շարում եմ, սիրելի հետևորդներ ջան, շատ համեղ է ստացվում, շատ, իսկ սովորական թթուն գլխի մասից ենք կտրտում կամ ծակծկում, որ այդ մեր թթվի ջուրը լցվի և համովանա, իսկ այս անգամ հակառակ կողմից ենք անում, շատ չենք կտրում մինչև վերջ, ասեցի, որ չբաժանվի մասերի, սա էլ կարմիրով էլ կարելի անել, բայց ալըխառը ոնց որ մենք ենք ասում արտաշատցիներս, լոլիկներով ավելի համեղ է ստացվում։ Եվ այդպես շարունակ բոլորը հերթով, հլստեղ տեսեք, ինչ հետաքրքիր լոլիկ է, գլխի և ծայրի մասը ռոզվի, մեջտեղումը կանաչ, և ուրիշ տարբերակ էլ ունեմ սիրելիներս, դա էլ եմ պատրաստելու մի 2 օր հետո, սիրով կիսվում եմ ձեզ հետ, ինչ պատրաստում եմ թանկագիններս, դուք էլ պատրաստեք, ձմռանը անուշ վայելեք, միայն Աստծուն խնդրում եմ աշխարհով մեկ խաղաղություն լինի, առողջություն լինի, մեր պուտուկներում էլ յուղ լինի, սիրելիներս, տեսեք շատ ընտիր է ստացվում, հեշտ, հասարակ, արագ պատրաստվող, զատո կամբարենք, ձմռանը պատահում է, չէ, որ ոչինչ չի լինում սեղանին դնելու ճաշի հետ, ես չեմ ամաչում, որ ասեմ, այո, պատահում է, բոլորիս ընտանիքներում էլ պատահում է, վայ այսօր ճաշի հետ ինչ դնենք, եթե պատրաստված ունենք ձմռան համար թթուներ, վարունգի, ծիծակ, պղպեղ, բացում ենք և ուտում անուշ անում, դրա համար պատրաստեք, ձմռանն էլ վայելեք։ Լցոնած լոլիկները պատրաստ են, հիմա մանիկը կշարի տարայի մեջ,
տարայի մեջ դնում է դափնու տերև, սև դուշիստի պերեց, լոլիկների մեջ դուշիստի պերեցը շատ համեղ է, մի հատ էլ է դափնու տերև դնում, 2 դափնու տերև, կիսաչոր սամիտ, կիսաչոր սամիթով էլ է շատ համեղ, և սկսում է շարել լոլիկները, տեսեք ինչքան սիրուն ստացվեց, համ երկար տեսակն եմ լցրել սիրելիներս, որ ես կլոր մեծ լոլիկները շարում ես, տեղ ազատ է մնում, այդ երկար լոլիկներն էլ արանքներով կշարի։ Ամենադժվարը տարաների մեջ շարելն է, ուզում ենք համ շատ բանջարեղեն դնենք, որ տարայի մեջ շատ տանի, համ էլ գեղեցիկ տեսք ունենա, դրա համար դժվար է, տեսնում ես պտտում է, չգիտի որ մեկը դնի մեծը, փոքրը, երկարը, որ տեղավորի, բայց ասեմ, որ շատ գեղեցիկ շարում է Մանիկը, սիրելի հետևորդներ ջան, սիրելիներս, եթե իմ պատրաստած այս թթվի տարբերակը ձեզ դուր եկավ, մեկնաբանությունների բաժնում գրեք, եթե դուր չեկավ նորից գրեք, ձեր տարբերակը գրեք, սիրով կպատրաստեմ մեկ անգամ էլ ձեր տարբերակով, թե դուք ինչպես եք պատրաստում։ Այս մեկ տարանք շարի կվերջացնի, մնացածը արդեն կադրից դուրս, հիմա վերջացրեց, տեսեք ինչքան գեղեցիկ համ շարեց, համ էլ տեսքն է գեղեցիկ, կհանդիպենք։ Մանիկը շարեց, վերջացրեց, մեզ մոտ ստացվեց 3 հատ 3 լիտրանոց լոլիկի թթու և 1 հատ էլ մի կիլանոց ռեզբայով տարայով, ռեզբայով տարան, մի քանի օր հետո կբացենք, միասին կհամտեսենք, հիմա ջուր ենք դրել, որ եռա, լցնենք թթվի վրա, ցույց կտամ, ջուրը արդեն լավ եռում է, լցնում եմ տարաների մեջ շարված լոլիկների վրա, ասեմ, որ լոլիկների վրա տարաների մեջ ոչ շաքարավազ եմ լցրել, ոչ էլ աղ, ուղղակի միայն եռման ջուր, մեկ անգամ, սա առաջին անգամ է, լցնում եմ, կդատարկեմ սառելուց հետո տարաները, կաթսայի մեջ, երկրորդ անգամ, որ լցնեմ եռման ջուրը, արդեն կփակեմ, վարունգի նման 2 անգամ չեմ դատարկում, մեկ անգամ լցնում և դատարկում եմ, հերթով լցնում եմ սիրելիներս, ուրախությունով լինի, առողջ, խաղաղ, օգտագործենք ձմռանը, ուտենք ձմռանը, մեր պատրաստած բոլոր փակոցները, տեսեք ինչքան սիրուն, գրավիչ տեսք ունի և կեղևն էլ չի, ոնց որ ասած, առանձնանում լոլիկից, պետք է մինչև վերջ եռման ջուրը լցնենք, որ իր մեջ է քաշում լոլիկը ջուրը, կիսատվում է, հիմա կլցնեմ, կվերջացնեմ, ընթացքում կտեսնեմ, եթե մի փոքր կիսատվել է, նորից կավելացնեմ, տեսեք ստացվեց 3 հատ 3 կիլանոց, 1 հատ էլ 1 կիլանոց, ասեցի չէ, որ սա մի քանի ժամանակ հետո կբացեմ, թթվելուց հետո, մի 10 օր, հա, համ էլ կտեսնենք ինչպես է ստացվել, չնայած որ շատ համեղ է ստացվում,
Հավատացնում եմ բոլորի։ Տեսեք, ջուրը արդեն կիսատվեց։ Ավելացնում եմ։ Տղաները կծածկեմ, սիրելի հետևորդներ ջան, կթողնեմ այնքան, մինչև լյովին սառի։ Հետևորդներ ջան, հիշում եք, միասին աղաջրի մեջ ենք դրել ծիծակները, արդեն պատրաստ է։ Աղաջրի երեսը տեսնում եք, արդեն փառ է բռնել։ Մեր մեծերն ասում են, եթե փառ բռնեց, ուրեմն պատրաստ է ծիծակները։ Հիմա լցնեմ ամանի մեջ, տանենք խոհանոց, որ շարենք տարաների մեջ։ Տեսեք ծիծակների արդյունքը, ինչ դեղին խունկի պես ծիծակներ է։ Հələ տեսեք, սիրելի հետևորդներ ջան, ինչ ընտիր ստացվել է։ Տեսնում եք, մսոտ։ Ընտիր։ Ոչ մի հատ չի լղկվել, այդ ծակելու արդյունքն է։ Բոլորն էլ լավն են։ Ես չեմ լվանում, որովհետև իր ջրի համը ավելի համեղ է, քան թե կարող եմ լցնել սառը ջրի մեջ, լվանալ նոր տարաների մեջ։ Բայց ես չեմ լվանում։ Ընտիր, մսոտ, ճկուն։ Ճկունությունը, որ թառամում է, արդեն լավ ճկուն է ստանում բիբարի տեսքը, բայց որ հենց որ քաղենք, բերենք, դնենք աղաջուր, ինքը կկոտրվի, տեսնում եք չի կոտրվում։ Փափուկ, էլաստիկ ենթարկվող պաղպեղներ են։ Հիմա մեկ տարան ցույց կտամ, թե ինչպես է մանիկը շարում, մնացածը կադրից դուրս կշարենք, հետո սիրուն շարում է։ Տեսնում եք, պղպեղները ինչ լավ ենթարկվում են, որովհետև թառամած են լավ։ Հələ գույնը, ինչ դեղին է։ Մեկնաբանություններում կգրեք, սիրելի հետևորդներ ջան, ձեզ դուր է գալիս իմ պատրաստման պղպեղի տարբերակը։ Դուք էլ պատրաստեք տիկին Մարինեի տարբերակով և կհամոզվեք, որ իրոք շատ լավ տարբերակ է, ընտիր։ Առանց լիմոնի աղ ենք մենք զակատում, քանի որ մենք նկուղ չունենք, սիրելիներս, այս տարի եռման ջուրը, իր աղաջուրը կքամեմ, կեռացնեմ, կլցնեմ և կփակեմ։ Ընթացքը ցույց եմ տալու մինչև վերջ։ Տեսեք ինչքան պղպեղ լցվեց 1 կիլոնոց տարայի մեջ։ Հələ մութ է, լավ չի երևում գույնը, ընտիր։ Խնդրեմ, տեսեք։ Մնացածը կադրից դուրս, այսպես միջից էլ քամում եք, լրիվ ջուրը, սխմի թող լավ թափի։ Կհանդիպենք բոլորը տարաների մեջ շարած վիճակում։ Ամեն մի տարայի մեջ մանիկը շարում է 18 հատ պղպեղ, սիրելիներս, պատկերացնում եք, իսկական բաղադրատոմս է, որովհետև ստացվել է ընտիր։ Մեկ անգամ որ դատարկել եմ, արդեն ջուրը եռաց։ Հիմա թող լավ եռա, մինչև եռալը, ես էլ արդեն կլցնեմ աղը։ Հիմա լցնում եմ շաքարավազը։ 3 լիտրանոց տարային լցնելու եմ 4 ճաշի գթալ, 1, 2, 3, 4 շաքարավազ, 1, 2, լիքը, 3, 4 Շաքարավազը վերցնեմ, որ հանգարց չխառնեմ։
լցնելու եմ 2 ճաշի գթալ աղ։ Այդ փոքր տարան հետո կլցնեմ։ Սա էլ 2։ Սիրելի հետևորդներ ջան, հիմա փոքր տարանել ուտելու համար է, կլցնեմ 1 թեթև գթալ աղ, թեթև, այսինքն դեսերտի գթալի նման, այս տարան երևի կիլանոց կա, կիլանոց բան կա է, մի թեթև, հերիք էր աղ, և 2 թեթև ճաշի գթալ, շաքարավազ, 1 թեթև, ոչ շատ լիքը, սա էլ 2։ Այս տարան դնեմ մի կողմ, սա բացեմ, բաց է արդեն, հիմա արդեն լցնում եմ մարինատի ջուրը, ուրախությունով լինի, առողջ լինենք, անփորձանք երկրիներ խաղաղություն, աշխարհով մեկ խաղաղություն լինի, որ մեր փակազները անուշ վայելենք ձմռանը։ Հիմա այսքան լցրեցի, լցնում եմ 1 ճաշի գթալ 70% էսենցիա, լիքը, ջուրն է լիքը լցնում ենք, տեսեք, լիքը, որ ասում եմ պրկե պրուկ, բերանը ծածկե, մինչև կզարկապը, թող եռը։ Հեշտ սիրելիներս, պատրաստվող մարինատը, բաղադրիչները կգրեմ, հիմա շուռ ենք տալիս և տեսնում եք շաքարավազը աղը նստում է տակում, որ հալենք, իրար ենք տալիս, լրիվ հալվի, հալվեց, տեսեք, և ուղիղ դնելու եմ, ես շուռ չեմ տալի, սիրելի հետևորդներ ջան, մնացածն առանց ձեզ եմ զակատելու, տեսնում եք ինչ սիրուն գեղեցիկ ստացվեց, և համեղ, պատրաստեք սիրելիներս և դուք էլ վայելեք ձմռանը, հիմա մյուսը, արդեն կադրից դուրս, հետևորդներ ջան, լցվեց, հացը վերջացրեց մամիկը, 13 տարա եղավ, 12 հատ կիլանոց, հլա տեսեք, ընտիրություն, և 1 հատ կիլոյ կես, հիմա, նույն ջուրը, նույն աղաջուրը, որ պղպեղները, բիբարները մեջն էին, եռացրել եմ, ասեցի, որ պղպեղները չեմ լվացել, լվանայի իր համու հոտը կգնար, հիմա մի հատ դանակ վերցնեմ, հետևորդներ ջան, պետք է այսենց մինչև վերջ, տեսեք ջուրը որ քաշի,
ավելացնում եմ ջուրը մինչև վերջ լիքը, քանի որ այս պղպեղները իր մեջ կքաշեն ջուր, արդեն մի քիչ կիսատվի, դրա համար ինչքան հնարավոր է իրար ենք տալիս, որ ջուրը մտնի մեջը, պղպեղների մեջ, մի փոքր էլ ավելացնեմ և սակատեմ։ Հիմա գույնը պղտոր է, քանի որ եռում է ջուրը, պղտորվել է, հետո կզուլալվի։ Վերջ։ Ստացվեց ընտիր, դեղին, հավեսին, մի հատ հիմա ուզում եմ ձեզ հետ միասին, սա կարմիրներն էր, տեսեք, ընտիր եմ, ոչ լղկվել է, ոչ կաշի է դարձել, հիմա փորձենք, նայեք, մի կտոր, չնայած խրխրթան, ուղղակի շատ կծու է, համեղ, համով, հոտով, պղպեղ, սրայի վրա էլ ենք վերջում ավելացնում նույն ջուրը և թողնենք, որ ավելի համովանա ուտենք, սիրելի հետևորդներ ջան, հիմա բոլորը փակենք, նոր արդեն վերջում ցույց կտամ։ Պատրաստեցի, վերջացրեցի ծիծակ պղպեղները աղաջրով և լցոնած լոլիկները, եթե ձեզ դուր եկավ սիրելիներս, գրեք մեկնաբանությունների բաժնում, սիրով կկարդամ և կպատասխանեմ, այսքանով ավարտում եմ այսօրվա հոլովակը, սիրում եմ բոլորիդ, մաղթում եմ բոլորիդ խաղաղ երկինք, տաքուկ ձմեռ, մնացեք բարով, մինչև հաջորդ տեսանյութ, ցտեսություն։